Ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող Սուրբ Հոգին, բոլոր նրանց առաջնորդը, ովքեր ծնվել են նրանից։ Երբ մարդը Սուրբ Հոգուց է ծնվում, արդեն Սուրբ Հոգին է ուղղորդում այդ մարդուն։ Եվ իհարկե Սուրբ Հոգին առաջնորդում է մարդուն, եթե մարդը համաձայն է, եթե ընտրում է, որպեսզի կատարի Աստծո կամքը։ Իսկ եթե մարդը չի համաձայնվում Սուրբ Հոգու կամքի հետ, չի հնազանդվում նրա ձայնին, շատ շուտով նա կկորցնի իր հարաբերությունները Սուրբ Հոգու հետ։ Բայց ինչպես որ ասացի, Սուրբ Հոգին առաջնորդ է։ Առանց Սուրբ Հոգու անհնար է, որպեսզի մարդը գնա Հիսուսի հետևից։ Անհնար է, որպեսզի մարդն իրեն հավատի մեջ պահի, եթե նա չունի Սուրբ Հոգուն։ Այդպիսի մարդը չի կարող հնազանդվել Սուրբ Հոգու ուղղորդություններին և կատարել Աստծո կամքը։ Եվ գիտեք, վերջերս մենք շատ ենք խոսում այս աշխարհի արքայության և Աստծո արքայության մասին։ Ես նույնիսկ խնդրում եմ, որպեսզի Սուրբ Հոգին օգնի ինձ, որպեսզի իմ միջոցով դուք ստանաք այն հասկացողությունը, որ նա ինձ է տալիս։ Որովհետև միշտ չէ, որ հեշտ է փոխանցել այն ամենը, ինչ որ Աստված բացում է մեզ։ Եվ միշտ չէ, որ մարդիկ ճիշտ են հասկանում։ Երբ մենք կարդում ենք Հռոմեացիների 8-րդ գլուխը, մենք շատ մեծ տարբերություն ենք տեսնում այս աշխարհի արքայության և Աստծո արքայության միջև։ Տարբերությունը երևում է նրանց միջև, ովքեր մարմնավոր են, ովքեր հոգևոր չեն, և նրանց միջև, ովքեր ծնվել են Սուրբ Հոգուց։ Եթե դուք կարդաք 8-րդ գլուխը, առանց շտապելու ուշադիր, դուք կտեսնեք ձեզ կամ աշխարհի արքայության մեջ, կամ էլ Աստծո արքայության մեջ։ Այլ կերպ չի լինում, կամ մեկում, կամ էլ մյուսում։ Կամ մարդը լինում է աշխարհի արքայության մեջ, կամ էլ Աստծո արքայության մեջ։ Պողոս առաքյալը, ով առաջնորդվել է Սուրբ Հոգու կողմից, այնտեղ այսպես է գրել, որ աշխարհում բոլոր մարդիկ էլ տառապում են։ Հռոմեացիներին 8-րդ գլուխ և խոսք 22։ Եկեք միասին կարդանք. Ովքեր որ գտնվում են այս աշխարհի արքայության մեջ, նրանք տառապում են։ Եվ մեկ հետաքրքիր գաղտնիք. նրանք, ովքեր գտնվում են Աստծո արքայության մեջ, նույնպես անցնում են տառապանքի միջով։ Բայց տարբերությունը նրանում է, որ երբ մենք նայում ենք այս աշխարհի արքայությանը, այլ խոսքերով մենք բոլորս էլ մարդիկ ենք, մենք մարմին ունենք, ծնվել ենք մեր ծնողներից։ Եվ ապրելով այս աշխարհի արքայության մեջ, մենք առանց հույսի տառապում ենք։ Եվ այն պատճառով, որ այն մարդիկ, ովքեր այս աշխարհի արքայության մեջ են, և նրանք մահանում են, այդպիսի մարդը ոչ մի մխիթարություն չունի։ Եվ ինչու՞։ Ինչպես կարող է այդպիսի մարդը մխիթարություն ունենալ մահից հետո, եթե երբ նա մահանում է, նա ամեն ինչ կորցնում է։ Այլևս նրա կողքին չկան նրա մտերիմները։ Չկա այն ամեն, ինչ որ նա նվաճել էր աշխարհում։ Բայց մարդիկ, ովքեր Աստծո արքայության մեջ են ապրում, նույնպես անցնում են տառապանքի միջով։ Բայց ո՞րն է այստեղ տարբերությունը։ Նրանում, որ այդպիսի մարդն ունի վստահություն, ունի հույս։ Վստահություն նրանում, որ նա չի գնում դեպի հավիտենական տառապանքը, չի գնում դժոխք։ Այդպիսի մարդը վստահ է և գիտի, թե ուր է իր հոգին գնալու։ Այն մարդիկ, ովքեր Աստծո արքայության մեջ են ապրում, նրանց համար հենց այսպես է, ինչպես որ Աստվածաշունչն է ասում։ Պողոս առաքյալն այսպես է գրել. «Ինձ համար մահը դա նվաճում է»։ Պողոս առաքյալը գիտեր, որ Տեր Հիսուսի համար մահանալը դա ինչ-որ մեծ վարձ էր, որովհետև նա գիտեր, թե ուր է գնալու։ Եվ այդ վստահությունը մարդուց չի գալիս։ Այդ վստահությունը մարդու ներսում, որ նա փրկված է, վստահությունը, որ նրա հոգին Աստծո մոտ է գնալու, դա ինչ-որ մեծ և հոգևոր բան է։ Այդ վստահությունն Աստծուց է գալիս։
Եվ գիտեք, այն մարդիկ, ովքեր այս աշխարհի արքայության մեջ են, նրանք, ովքեր անընդհատ հետևում են իրենց սրտի ցանկություններին, ցանկանում են անընդհատ իրենց մարմնի ցանկությունները կատարել, այդպիսի մարդիկ ուրախ չեն։ Նրանք երջանիկ չեն լինում աշխարհում։ Եվ այդպիսի մարդիկ ոչ մի հույս չունեն։ Այդպիսի մարդիկ անընդհատ աշխարհում ինչ-որ կրոն են փնտրում։ Տարբեր փիլիսոփայություններում բացատրություն են փնտրում։ Նրանք ուղղակի ցանկանում են իրենց այդ ցավը թաքցնել։ Ցանկանում են լուծել այն հարցը, որն իրենց ներսում է գտնվում։ Այդպիսի մարդիկ գիտեն, որ մի օր մահանալու են, բայց չեն հասկանում, թե ուր են գնալու։ Նրանք կարող են շատ կրթված լինել, կարող են շատ փաստեր իմանալ, բայց հիմնականում ինչ է դուրս գալիս, նրանք ոչինչ էլ չգիտեն, որովհետև չեն գտնում ամենագլխավոր հարցի պատասխանը։ Դա ամբողջ իրականությունն է, որովհետև այդ մարդիկ ապրում են այս աշխարհի արքայության մեջ, մեղքի և մահի արքայության մեջ, բայց նրանց համար, ովքեր ապրում են Աստծո արքայության մեջ, կա մեծ տարբերություն, այնքան ուժեղ տարբերություն, նրանց միջև ովքեր ծնվել են Աստծուց և ովքեր չեն ծնվել, որովհետև Աստծուց ծնվածն Աստծուն է պատկանում, նա մտնում է Աստծո ընտանիքի մեջ, և Աստծո արքայությունը, դա Տեր Հիսուսի հոգևոր եկեղեցին է։ Ես հիմա ֆիզիկական եկեղեցու մասին չեմ խոսում, դա հոգևոր եկեղեցի է, դա այն մարդկանց խումբն է, ովքեր մկրտված են Սուրբ Հոգով, որովհետև ֆիզիկական եկեղեցիները շատ են, կան շատ ուղղություններ, շատ եկեղեցիներ, ուրեմն ինչպես որ ասացի, Տեր Հիսուսի հոգևոր եկեղեցին կազմված է այն մարդկանցից, ովքեր ծնվել են ջրից և հոգուց։ Դրա համար էլ Պողոս առաքյալն ասում է. եթե Սուրբ Հոգուն չունեք, դուք նրանը չեք, դուք Հիսուսինը չեք։ Ով չունի Աստծո Հոգուն, Աստծուն չի պատկանում։ Եվ միայն նրանք կարող են լինել Աստծո արքայության մեջ, ովքեր ստանում են Սուրբ Հոգուն։ Միայն այդպիսի մարդը կարող է շարունակել հավատարիմ մնալ Աստծուն։ Հենց ինքը Սուրբ Հոգին ծնում է այդ մարդուն, և մարդը դառնում է Աստծո արքայության քաղաքացին։ Եվ ինչպես որ ասացի, այն մարդիկ, ովքեր Աստծո արքայության մեջ են ապրում, նույնպես տառապում են։ Նույնիսկ ունենալով Սուրբ Հոգուն, միևնույն է, այդ մարդը դեռ մարմին ունի, նա դեռ ապրում է այս ֆիզիկական աշխարհում։ Եվ այդ պատճառով այդպիսի մարդիկ դեռ անցնելու են տարբեր խնդիրների միջով։ Եվ մարդու մարմինը զգում է այդ ցավը, մարդու հոգին զգում է ամեն ինչ։ Երբ մարդն անցնում է դժվարությունների միջով, երբ ինչ-որ խնդիրներ կան, որոնք անհանգստացնում են, մենք տառապում ենք, երբ տեսնում ենք, որ մեր մտերիմները, նրանց երեխաները ապրում են Աստծո արքայությունից հեռու։ Նրանք չունեն Աստծո ներկայությունը։ Եվ այդ ամենը տեսնելով, իհարկե, մենք տառապում ենք, մենք էլ ենք ցավ զգում։ Երբ նայում և տեսնում ենք, որ մեր բարեկամները, մտերիմները դեռ Աստծուն չեն դիմել, մենք զգում ենք այդ ցավը։ Ուրեմն, այն մարդիկ, ովքեր Աստծո արքայության մեջ չեն ապրում, նրանք դեռ չեն ծնվել ջրից և հոգուց։ Իհարկե, սկզբից բոլորն էլ ծնվում են իրենց ծնողներից։ Բայց երբ մարդն արդեն որոշում է կայացնում, որ պետք է հետևի Աստծուն, պետք է կատարի նրա կամքը, եթե մարդը չի ցանկանում ապրել այս աշխարհում և ցանկանում է Աստծո հետ ապրել, Սուրբ Հոգին գալիս է և իր աշխատանքն է կատարում նրա ներսում։ Գիտեք ինչ, դուք կարող եք տարբեր եկեղեցիներում լինել։ Կարևոր չէ, թե որ եկեղեցուց եք դուք, կարևոր չէ, թե որ ուղղությունից եք։ Եթե դուք ծնվել եք ջրից և հոգուց, դուք իմ եղբայրը կամ քույրն եք, որովհետև մեր հայրը նույն հայրն է, և մենք նույն արքայության մեջ ենք ապրում։ Բայց եթե դուք դեռ չեք ծնվել Աստծուց, դուք դեռ այս աշխարհի արքայության մեջ եք գտնվում։ Դուք կարող եք կրոնավոր լինել, կարող եք եկեղեցում հավատարիմ լինել, 10 անորդ կամ զոհաբերություն տալ, կարող եք բարեգործությամբ զբաղվել,
Կարող եք ամենաբարի եւ հիանալի մարդը լինել, բայց եթե դուք չեք ծնվել Սուրբ Հոգուց, դուք շարունակելու եք ապրել այս աշխարհի արքայության մեջ, եւ դուք տառապելու եք առանց հույսի, առանց վստահության։ Ուրեմն իմ ընկերներ, կարդացեք Հռոմեացիների ամբողջ 8-րդ գլուխը։ Կարդացեք եւ մտածեք այդ խոսքերի շուրջ։ Եթե դուք Աստծո արքայության մեջ եք գտնվում, դուք այդտեղ, այդ խոսքերում կգտնեք ձեր մասին ինչ-որ բան, դուք ձեզ այնտեղ կտեսնեք, եւ դուք երջանիկ կլինեք։ Այդ ամենը կարդալով դուք կուրախանաք եւ շատ գոհ կլինեք։ Իսկ եթե ոչ, հարկավոր է շատ արագ վազել եւ փնտրել Աստծո արքայությունը։ Թող Աստված ձեզ բոլորիդ առատորեն օրհնի։ Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք միշտ սպասում ենք ձեզ մեր ծառայություններին։ Մեր եկեղեցիների դռները միշտ բաց են ձեզ համար։ Եվ ամենակարևորը, որպեսզի դուք մտնեք Աստծո արքայություն, Տեր Հիսուսի արքայությունը։ Թող Աստված ձեզ օրհնի։ Մինչ վաղը։ Փառք Աստծուն։